Նա ասում է, որ նոյեմբերի շրջանակներում Ադրբեջանը մեզանից պահանջել է, որպեսզի Մեղրիով անցնող երկաթուղին, որ Ադրբեջանը պիտի կապի ուրեմն Նախիջևանի հետ, Բաքուն պահանջել է, որ տեղակայվեն երկաթուղի երկու կողմերում ռուսական զորքեր։ Եթե իսկապես ճիշտ է Արարատ Միրզոյանի պնդումը, ապա առաջին տրամաբանական հարցն է առաջանում։ Նոյեմբերի 9-րդ կետը մի քիչ ավելի բարենպաստ լուծում էր ռուսական վերահսկողության ենթադրում, քան Արարատ Միրզոյանի նկարագրածն է։ Հապա ինչու եք այդքան ապաշտնոր բանակցել, որ Ադրբեջանը ավելին է պահանջել, քան նկարագրված էր փաստաթղթում, սա մեկ։ Երկրորդը Արարատ Միրզոյանը անուղղակի խոստովանություն է անում, մյուս կողմից գուցե մի քիչ ճոխացնելով պատկերը, եւ փաստորեն իր շուրթերով անուղղակի խոստովանում է, որ իրենք նոյեմբերի 9-րդ կետին հակադրվել են, քաշ գիտակցելով, որ դրա գինը լինելու է Արցախի կործանումը։